2025 թվականին արձանագրվել է 7,1% տնտեսական աճ, իսկ 2021-ից սկսած տարեկան միջին աճը կազմել է 7,9%։ Ֆինանսների նախարարը ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշել է, որ տնտեսական աճը գերազանցել է բյուջեի հիմքում դրված կանխատեսումները։ Գործազրկության մակարդակը նվազել է 0,6%-ային կետով, կազմելով 12,8%։ Ընդ որում նշեմ, որ 19 թվականից մենք ունենք 18,3%-ից, գործազրկությունը նվազել է 12,8%, միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 5,6%-ով, մենք շարունակում ենք այս ուղղությամբ բարձր աճեր ունենալ եւ կազմել է 303,000 դրամ։ 2025-ին արտահանումը նվազել է 36,5%-ով, սակայն հայկական ծագման ապրանքների դեպքում 12% աճ է գրանցվել, նշել է նախարարը։ Ներմուծումը 2025-ին նվազել է 23,6%-ով, իսկ այս տարվա հունվար-ապրիլին աճել 2,5%-ով։ Միևնույն ժամանակ, այս տարվա հունվար-ապրիլին հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 33,9%-ով։ Դա էական դրական ազդակ է տալիս այս տարվա տնտեսական աճի համար։ Պետական պարտքը 2025-ին 2024-ի համեմատ աճել է 8,8%-ով, պայմանավորված ներքին պարտքի ավելացմամբ։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը եղել է 5 տրիլիոն 541 միլիարդ դրամ, որից 5 տրիլիոն 354 միլիարդը կառավարության պարտքն է։ Պարտքի կառուցվածքը շարունակվել է բարելավել, ըստ ռեզիդենտության ներքին պարտքը 1%-ային կետով բարելավել է եւ կազմում է 53%։ Բյուջեի կատարումն ուղեկցվել է հարկաբյուջետային կանոնների պահպանմամբ եւ տարվա ընթացքում պետական բյուջեի պակասուրդը ցածր է եղել կապիտալ ծախսերից։ Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է կառույցի եզրակացությունը։ Չնայած պահպանվող մարտահրավերների եւ անորոշություններին, հարկաբյուջետային եւ դրամարկային քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ 25 թվականին հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը Հայաստանում։ Մակրոտնտեսական կայունության ապահովման եւ ամրապնդման համատեքստում հաշվի առնելով նաեւ վերջին շրջանում ներուժային մակարդակից բարձր տնտեսական աճի արձանագրումն ու բարձր տնտեսական ակտիվության պահպանումը, Կենտրոնական բանկը հատկապես կարևորում է միջնաժամկետ հատվածում տնտեսության դիրքին համահունչ հակապարբերաշրջանային, այսինքն հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը։ Հաշվեկնիչ պալատի կարծիքով էլ բյուջետային հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է 2025 թվականի բյուջեի կատարման ճշմարիտ եւ իրական պատկերը։ Հաշվեկնիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է չձևափոխված կարծիք։ Այդուհանդերձ, հարգելի գործընկերներ, սա չի նշանակում, որ բյուջեի կատարման գործընթացը տեղի է ունեցել առանց թերությունների, կան արձանագրված 10 բյուջետային կարգադրիչների հաշվետվություններում 34 խեղաթյուրումներ, որոնք վերաբերել են 46 բյուջետային միջոցառումների, 11 տնտեսագիտական հոդվածների եւ գումարային արտահայտությամբ դրամարկղային ծախսի կամ ազգային ժողով ներկայացված եւ հրապարակված բյուջեի կատարման հաշվետվության ցուցանիշը խեղաթյուրված է եղել 29 միլիարդ դրամ մեծությամբ։ Սա կազմում է ընդհանուր ծախսերի 0,86%, ինչը բնականաբար էականության շեմից ցածր մեծություն է եւ չէր կարող ազդել կարծիքի վրա։ Պաշտոնյաները նաեւ պատգամավորներին են ներկայացրել իրենց ղեկավարած գերատեսչությունների 2025-ի հաշվետվությունը։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։